Եվ այսպես Ռամիլ Սաֆարովը ադրբեջանական խաղաղության սիմվոլ։ Հարգելի ընկերներ, հարգելի հեռուստադիտողներ, խաղաղության հասնելը իսկապես բավականին բարդ գործընթաց է, ավելին դա երկու կողմերից ջանքեր է պահանջում։ Եվ երբ որ մենք ասում ենք խաղաղություն դա ոչ միայն անցակետերում հանդարտ մթնոլորտ երկու երկրների անցակետերում կամ շփման գծում հանդարտությունն է, դա առաջին հերթին այն է, թե ինչ են որոշում իշխանությունների կաբինետներում, ինչ է գրվում պատմության դասագրքերում, հեռուստատեսային տաղավարներում, ինչ նարատիվներ են առաջ տարվում եւ ընդհանրապես այս կամ այն հասարակությունը ինքը զարգացման տեսանկյունից ինչ տեսլական է ստանում իր իշխանություններից եւ արդյոք իշխանությունները փորձում են շարունակել կոնֆլիկտը։ Հիմա տեսեք, եկեք այս հանգամանքները հաշվի առնելով փորձենք վերլուծենք, թե ինչ ճանապարհով է գնում Հայաստանը, ինչ ճանապարհով է գնում Ադրբեջանը եւ մենք իսկապես գործ ունենք խաղաղությանը, թե մենք ավելի շուտ գործ ունենք Հայաստանի կողմից սողացող կապիտուլյացիայի, Ադրբեջանն էլ ներկայիս հանդարտ շրջանը, երբ որ Սուրեն Պապիկյանն ասում է, հիմա քամին ավելի շատ խնդիրներ է ստեղծում սահմանին, քան Ադրբեջանը, Ադրբեջանում չի դիտարկվում որպես տակտիկական որոշակի դադար, մինչև Հայաստանի դեմ ռազմական գործողությունների նոր փուլի, ինչու ենք մենք այս հարցը բարձրացնում, հարգելի ընկերներ, որովհետև մինչև 44 օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հպարտանում էին, որ շփման գծում գրեթե միջադեպեր տեղի չեն ունենում։ Հիմա եկեք վերլուծենք, հասկանանք ինչ է վերջին շրջանում տեղի ունեցել։ Հարգելի ընկերներ, կադրային քաղաքականություն եւ հայտարարություններ, սրանք չափազանց կարևոր գործոններ են հասկանալու համար, թե երկրները գնում են խաղաղության, թե ոչ։ Եկեք 3 անձի գործունեությունը վերլուծենք։ Առաջինը Ալեն Սիմոնյան, ով ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանում էր, ինքը այնտեղ ողջունում էր մանկական Եվրատեսիլի մասնակիցներին եւ ի թիվս այլնի ողջունեց Ադրբեջանի ներկայացուցչին։ Սրանով պաշտոնական Երևանը փորձում է ցույց տալ, որ իրենք նույնիսկ այս հարցերում, այս ոլորտներում պատրաստ են, բաց են համագործակցության, իրենք պատրաստ են հաջողություն մաղթել Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Երկրորդը, տեսեք, Լիլիթ Մկրտչյան, մի մարդ, ում անունը նեղ մասնագիտական շրջանակներում բավականին հայտնի է, վերջերս Տիկին Մկրտչյանը դարավ համալսարաններից մեկի ռեկտորի պաշտոնակատար, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, հենց այդ նույն մասնագիտական հանրույթը որոշակի կասկածներ է մեղմ ասած ցուցաբերում Լիլիթ Մկրտչյանի մասնագիտական որակների վերաբերյալ կապված նրա համագործակցության հետ թուրքական շրջանակների հետ, այսպես եկեք այսպես ձևակերպենք, առաջին հերթին խոսքը վերաբերում է նրան, որ ըստ մասնագետների մենք կարող ենք Տիկին Մկրտչյանի ստորագրությունը կամ անունը տեսնել այնպիսի աշխատություններում, որտեղ կա թուրքական նարատիվ, օրինակ, որ չկա հայկական լեռնաշխարհ, այլ կա արևմտյան Անատոլիա։ Եվ մենք տեսնում ենք, որ այս տեսակ կադրը Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ ստանում է պաշտոն, այն էլ այսպիսի կարևոր պաշտոն, մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Մարիա Կարապետյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընկերներ, սոցցանցերը կարելի է ուսումնասիրել Մարիա Կարապետյանի ցանկացած ելույթից հետո եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի հատվածը հետևյալ գնահատականներն են տալիս, որ իրենք չեն հասկանում, դա խոսում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը, թե մենք ավելի շատ ծանոթանում ենք էրդողանական արդարություն եւ զարգացում կուսակցությանը հարող ինչ որ մի անձի քաղաքական մեկնաբանի գնահատականներ։ Հիմա տեսեք, տրամաբանության տեսանկյունից իշխանությունների տրամաբանության տեսանկյունից այս տեսակ կադրային քաղաքականությունը, այս տեսակ հայտարարությունը, սրանք ոչ այլ ինչ են, կան վկայություն են նրա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են խաղաղության։ Ադրբեջանը գնում է խաղաղության, թե ոչ։ Ադրբեջանում դասագրքերի փոփոխություն տեղի է ունենում, իրենց տաղավարներում դադարել են ասել, որ բացի նրանից, որ Արցախը ադրբեջանական է, իբր թե իրենք դադարել են ասել, որ օրինակ Սևանը ադրբեջանական է, որ Կապանը ադրբեջանական է, որ Գեղարքունիքը ադրբեջանական է։ Տրամաբանական հարցը չէ, բայց բացի այս տրամաբանական հարցերից մենք գետնի վրա նաև այլ զարգացումներ ունենք։ Հիշում եք այդ մարդասպանին Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, կացնահարել էր քնած հայ սպային։
Ինչ տեղի ունեցավ հետո։ Տեսեք, Ռամիլ Սաֆարովին Հունգարիայում դատապարտեցին, հետո արտահանձնեցին Ադրբեջան, իրեն որպես հերոսի դիմավորեցին, Ադրբեջանի նախագահը իրեն ներում շնորհեց, հետո վերականգնվեց նրա ծառայությունը, ամբողջ աշխատավարձը այդ շրջանի, երբ որ նա բանտարկված էր, եւս Ռամիլ Սաֆարովին վերադարձրեցին եւ վերջերս հայտնի դառավ, որ Ռամիլ Սաֆարովը արդեն ադրբեջանական բանակի գնդապետը իսկ իր կինը վերջին շրջանում հատուկ իր համար երևի հնարած պաշտոն է ստանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում եւ զբաղվելու է նորակոչիկների, զբաղվելու է երիտասարդների կրթությամբ, որոնք ադրբեջանական բանակի հետ կապ են ունենում եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, սա պատահականություն է, թե սա տրամաբանական քաղաքականության շարունակությունն է, սա միլիտարիստական քաղաքականության շարունակությունն է, որտեղ դու նաև փորձում ես հետևյալ ուղերձը հղել քո հասարակությանը, որ էթնիկ հողի վրա կատարած հանցագործությունները ոչ միայն պատժելի չեն Ադրբեջանում, այլ մի բան էլ դու հետագայում կարող ես այս տեսակ առաջընթաց ունենալ։ Եկեք այս հանգամանքը զուգորդենք նաև այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանում շարունակում են ավելացնել ռազմական բյուջեն, 24-ի բյուջեն ավելի շատ էր, քան 23-ին է։ 25-ին ավելի բարձր էր, քան 24 թվականին, 25 թվականի բյուջեն ինքը ավելի քան 5 միլիարդ դոլար է լինելու եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, հիմա Ադրբեջանը այսպես է պատրաստվում խաղաղության, թե ադրբեջանցիները ինչ-որ մեկի դեմ պատերազմի են պատրաստվում, ու այստեղ է տրամաբանական հարց առաջանում, ում դեմ են իրենք պատերազմի պատրաստվում։ Մի շարք փորձագետներ Հայաստանում հետեւյալ թեզն են առաջ տանում, որ շատ բան խաղաղության համատեքստում կախված է լինելու 26 թվականի ընտրություններից։ Հայ հասարակությունը ինքը պետք է ի վերջո հետևյալ հարցին պատասխանի. Արցախի հետ տեղի ունեցածից հետո որոշակի դասեր քաղվել են, թե ոչ։ Արդյոք պետք է տրվի հնարավորություն այն իշխանություններին շարունակել պաշտոնավարել, որոնք հեծանիվ քշելուն զուգահեռ բանակցային գործընթացը հասցրել են մի կետի, երբ որ կապանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, մի քանի 100 մետր հեռավորության վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Եվ եւս մեկ անգամ ասենք, ու սրանով նաեւ եզրափակենք մեր զրույցը, հարգելի հեռուստադիտողներ, միջև 44 օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունները քանիցս ասում են, որ ամենախաղաղ շրջանն է հայ-ադրբեջանական շփման գծում, զինվորներ չեն մահանում, միջադեպեր տեղի չեն ունենում, վերջում մենք տեսանք, որ սա տակտիկական դադար էր Ադրբեջանի համար, տակտիկական դադար, որին հաջորդեց 44 օրյա պատերազմը իր կործանարար հետևանքով, եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Ռամիլ Սաֆարովին պարգևատրող Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացնող Իլհամ Ալիևը իսկապես պատրաստվում է խաղաղության, թե սպասում են նրան, որ ներկայիս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել եւ արդեն փորձեն իրականացնել իրենք այն, ինչ արեցին Արցախի հետ, արդեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մտածեք այդ մասին։